Իրանից նոր մտահոգություն է հնչում։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ Թրամփի ուղին նույն Զանգեզուրի միջանցքն է, որին Թեհրանը վճռականորեն դեմ է։ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ զրույցում Այաթոլլահ Խամենեիի խորհրդականը վերահաստատել է, մերժում են տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն, վախենալով սպառնալիքներից։ Վելայաթին ասել է, որ Միացյալ Նահանգները պատմական փորձ ունի զգայուն տարածաշրջաններ մուտք գործել տնտեսական նախաձեռնությունների տեսքով, սակայն ներգրավվածությունն աստիճանաբար ընդլայնել ներառելով ռազմական եւ անվտանգության բաղադրիչներ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են դեսպան Գրիգոր Հակոբյանը Վելայաթիին վստահեցրել է թրիփը կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա, ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակցվածության ու տնտեսական զարգացման համար։ Հայաստանի դեսպանը նաեւ վերահաստատել է, Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը եւ հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունը։ Թրիփը նույն Զանգեզուրի միջանցքը չէ։ Նույնն են կրկնում իշխանական падգամավորները։ Իրանի շահերն անտեսված չեն եւ բացառվում է Հայաստանում որևէ նախագիծ մեր երկրի ինքնիշխանությունից, իրավազորությունից, տարածքային ամբողջականությունից դուրս։ Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան եւ այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ եւ մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա եւ Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնած են, որովհետեւ իրական դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին Հայաստանի կարմիր գիծն է։ Իշխանության կարմիր գծերին ընդդիմադիրները չեն վստահում, հիշեցնում են օգոստոսի 8-ից հետո մեկ անգամ չէ, որ ասել են, մտահոգիչ է այդ ճանապարհի հարցը։ Ոնց է ստացվել, որ ամբողջ աշխարհը այս նախագիծը անվանում է միջանցքային տրամաբանություն, ստորագրելուց հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը 10 վայրկյան ստորագրելուց հետո ամերիկյան փորձագետներ, եվրոպական փորձագետներ, ռուսական փորձագետներ, հայկական փորձագետներ, դե պարզ է որ Ադրբեջանը այդպես անվանում է, դրան չեմ ուզում հղում անել, բայց մենակ Փաշինյանը տողերի արանքում կարդացել է, որ սա միջանցքային տրամաբանություն չի։ Մոսկվան բաց է քննարկելու ինչպես թրիփի բովանդակությունը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը, ասել է ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ Դիվանագետը նշել է, որ նախաձեռնության իրականացումն առանց Ռուսաստանի դժվար կլինի, հիշեցրել է Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Կալուգինը խորհուրդ է տալիս նաև չմոռանալ, որ տարածաշրջանում օգտագործվում է ռուսական երկաթուղային գիծը, իսկ թրիփի ճանապարհը մեծամասամբ անցնելու է իրենց պատասխանատվության գոտիով։ Թրամփի ուղին երկկողմ նախագիծ է, արձագանքում է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Հնարավոր երրորդ կողմի ներգրավվածության հարցն ասում է հետո պիտի որոշվի։ Արևկովկասյան երկաթուղիների բալանսում գտնվող երկաթուղիները հստակ են եւ նոր կառուցվող Հայաստանի հարավով երբ որ կառուցվի նոր երկաթուղին, այդ երկաթուղին բալանսում չէ եւ ենթադրաբար թրիփ ընկերությունն է այդ երկաթուղու շահագործումը։ Ես դա հավանական չեմ համարում։ Մոսկվայի ներգրավվածության հարցը չի քննարկվում, վստահեցրեց խորհրդարանի փոխխոսնակը։ Սիրելիներս, ուզում եք 160 անգամ ասեմ, նման քննարկումներ չկան։ Ինչու հանկարծ Եվրոպան որոշեց մեր երկրին գումար տրամադրել ընտրություններին ընդառաջ օտարերկրյա քարոզչությանը հակազդելու համար։ Ինչ սպառնալիքներ են տեսնում, որ հակազդել չեն կարողանում, Եվրոպական միությունից են օգնություն խնդրում։ Դրսից միջամտության հնարավոր փորձեր, տեղեկատվական արշավներ, Ռուբինյանը թվարկում է խնդիրները։ Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ եւ այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում է։ Ինչ արտաքին ազդեցություն։ Եթե իրենք արտաքին ազդեցություն ասելով նկատի ունեն, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կազմակերպում է մի մարդ, ով ցանկալի է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, նկատի ունեն Փաշինյանին, ապա այո, այդ տրամաբանության մեջ առկա է Հայաստանում արտաքին ներգործություն։ Ցանկացած այլ տրամաբանություն ես չեմ հասկանում։ Ընդդիմադիրները պնդում են, այսպիսով ընտրություններին ընդառաջ այլախոհների հանդեպ բոլոր բռնաճնշումները փաթեթավորելու են, այսպես կոչված օտարերկրյա միջամտությունները կանխելու կեղծ պատրվակով։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։